Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք կարկանդակներ, որը կարելի է ուտել նաև պահքային շրջանում, քանի որ պատրաստելու ենք առանց ձվի, առանց կաթի։ Պատրաստման եղանակը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ ստացվում են անչափ համեղ կարկանդակներ։ Դե ինձ սկսենք պատրաստել, ինչպես տեսնում եք, ես արդեն կարտոֆիլը մաքրեցի եւ դրեցի կրակին, որպեսզի եփվի։ Մինչև կարտոֆիլը կեփվի, պատրաստենք սոխարած, դրա համար մանր կտրատում ենք սոխը եւ տապակում ենք բուսայուղի մեջ։ Երբ այսպիսի գեղեցիկ ոսկեգույն երանգ է ստանում, համեմում ենք կարմիր եւ սև պղպեղներով եւ իմ դեպքում ավելացնում եմ նաեւ չորացրած կանաչի, կարող եք չավելացնել ըստ ճաշակի։ Կարող եք վերջում ավելացնել թարմ կանաչի։ Եվ ահա սոխարածը պատրաստ է, կարտոֆիլը նույնպես ամբողջությամբ եփվել է։ Քամում ենք կարտոֆիլը, ավելացնում ենք աղ եւ տրորում։ Առաջինը պատրաստեցինք միջուկը, քանի որ խմորը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է այն ջուրը, որով եփվել է կարտոֆիլը։ Վերցնում ենք կարտոֆիլի ջուրը, լցնում ենք տարայի մեջ, այստեղ ավելացնում ենք 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ խմորիչ, 50 մգ բուսայուղ, մի փոքր խառնում ենք եւ վերջ ավելացնում ենք ալյուրը։ Պետք է ստանանք շատ փափուկ ձեռքերին կպչող խմոր։ Ահա տեսեք, որքան թույլ խմոր ենք ստանում, շատ համեղ կարկանդակների համար պատրաստ է, տեղափոխում ենք տաք տեղ, ամենաքիչը 1 ժամով, որպեսզի խմորը հասունանա։ Որից հետո խմորը բաժանում ենք մասերի եւ գնդեր ենք պատրաստում։ Դե իսկ այժմ պատրաստում ենք մեր կարկանդակները։
Եվ ահա սիրելի տևորդներ, շատ պարզ, շատ արագ պատրաստեցինք անչափ համեղ կարկանդակներ, կարող եք պատրաստել, վայելել պահքի ընթացքում, իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութեր առաջինը դիտելու հնարավորությունը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։